Գեղեցիկ չէր, ես էլ գերված, տարված չէի, կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց, ոչ ես, ոչ էլ ինքը սիրահարված չէինք, ոչ էլ խոսում էինք հիմար սիրուց, հետո ինչպես եղավ ու տաքացավ գինին, ու տաքացավ խոսքը ու տաքացավ, ինչքան խմեցի ես, ասաց անուշ լինի, ինչքան խմեցի ես, այնքան գեղեցկացավ, որ չեմ հիշում հիմա, թե մինչև այդ ինքը իր ինչին էր նման, հետո երբ դուրս ելանք, թվաց, թե նա շրջազգեստ չի հագել, այլ փոթորիկ, հետո փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ, հետո փոթորիկն այդ փոխանցեցի նրան, իմ մատների միջոցով իմ թևի, հետո փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց, թավագլոր տարավ չգիտեմ ուր, բանալիով ջարդեց ինչ-որ մի դուռ, և քանի որ արդեն հոգնած էր շատ, փոթորիկը պառկեց մահճակալին, հսկա փոթորիկը նեղլիկ մահճակալին, որպեսզի մի փոքր հանգստանա, հանգստացավ, երբ որ առավոտն էր բացվում, հիմա կանգնած այդ նույն մահճակալի դիմաց, փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում ոչ անկողնու վրա, այլ իմ ներսում, հիմա մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ, ինչպես ծառը հողում, ես ճոճվում եմ տեղում, մեջս սկսում են արմատ ձգել ինչ-որ ծառային մտքեր, ծառի մտքեր, ու ես ծառի նման չեմ կարենում լքել այն տեղը, ուր տնկված եմ, հիմա ինչպես պոկեմ, ինչպես ինքս պոկեմ ինձանից ու վեր կենամ գնամ, քայլող ծառի նման,